Բարի երեկո, սիրելի հետևորդներ, այսօր ես ձեզ կներկայացնեմ, թե ինչպես ենք ստուգում ձվերը, պիտանի եւ ոչ պիտանի։ Ինկուբացիոն շրջանի 19-րդ օրը մենք ստուգում ենք ձվերը եւ որը որ պիտանի է թողնում ենք, որ չձևավորված է, դուրս ենք անում ինկուբատորից։ Ուրեմն շատերը ավասկոպ կատարում են տարբեր սարքերով, ես որոշել եմ կատարել ավասկոպ այսպիսի փոքրիկ արկղի միջոցով, այստեղ անցք եմ բացել, որտեղից կարողանամ հեռախոսի լուսարձակի շնորհիվ կարողանալ ստուգել ձվերը։ Տեսեք, այս վերևի հատվածում ձվի չափով անցք եմ բացել եւ ձուն շատ հարմարավետ կանգնում է այդ անցքի այդ շրջանի վրա։ Ուրեմն, երբ ստուգում ենք ձուն այսպես կարմիր թափանցիկ է, ուրեմն ձևավորված չէ, որովհետև ձևավորված ձուն լինում է ընդհանուր սև գույնի, ոչ թափանցիկ, միայն այս վերևի օդային այս հատվածն է լինում թափանցիկ։ Տեսեք, պիտանի ձուն իրավունք չունի լինել այսպես կարմիր եւ թափանցիկ։ Սրանք արդեն այն ձվերն են, որոնք ես դուրս եմ հանել ինկուբատորից եւ այսօր սպասում եմ իմ ճուտիկների դուրս գալուն։ Տեսեք։ Այստեղ ունենք ձու, որը ճիշտ է, բեղնավորվել է, տեսեք այս սև հատվածը, մի րոպե։ Տեսնում եք։ Այդ սև հատվածը բեղնավորված է եղել, նախկինը բեղնավորված չէր, պատճառը դա է, որ չէր ձևավորվել ինչ-որ բան, իսկ այստեղ եղել է բեղնավորում, սակայն ընթացքում ժամանակին ընդհատվել է եւ չի շարունակվել, տեսեք, մի րոպե տեսնեմ ավելի, տեսնում եք այս սև հատվածը, երբ ընդհանուր պիտանի է լինում եւ ճուտիկը զարգացած է լինում, ընդհանուր լինում է այսպես մուգ, ոչ թափանցիկ, միայն թափանցիկ է լինում այս վերևի հատվածը։ Տեսակ։ Ձվերի ստուգումը շատ հեշտ պրոցես է, կարող եք դուք ինքներդ պատրաստել այս արկղից եւ լուսարձակի միջոցով կարողանալ տարբերակել պիտանի եւ ոչ պիտանի ձվերը։ Ես արդեն կատարել եմ այսօր իմ ինկուբացիոն շրջանի 20-րդ օրն է, ես 3 կատարել եմ այդ ստուգումը եւ այսօր սպասում եմ ճուտիկներին։ Ստեսություն, շնորհակալություն դիտումների համար, հույսով եմ, որ պետք եկավ եւ որոշ մարդիկ կօգտվեն այս ավասկոպով ձվերը ստուգելու տարբերակից։ Ստեսություն։